Ուղեղի ցնցում է ստացել մի քանի անգամ, ուզում էի գնայի, գտնեի Նիկոլ Փաշինյանին, ասեի մի արեք դա։ Մեր զինված ուժերը կամավոր լքել են այդ տարածքները։ Մարդկանց արձագանքը բնական է եղել։ Բարև ձեզ, մենք Արնու լրատվականի տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան Վարդուհի Սարգսյանին։ Փաստաբանը 3 ուշագրավ հայտարարություններ տարածել, մասնավորապես Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Երևան քաղաքում տեղ ունեցած զանգվածային անկարգությունների գործով կա 9 ձերբակալված եւ ահա այդ ձերբակալվածներից մեկի պաշտպանությունը իրականացնում է փաստաբան Վարդուհի Սարգսյանը, որը ուշագրավ գրառում էր կատարել, թե ինչպես էին ուսանողին զրկել քննությունը հանձնելուց եւ ձերբակալել էին աղմկարուս դեպքերից 5 տարի անց։ Տիկին Սարգսյան, շատ շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հրավերը եւ պատրաստ եք մեր մի քանի հարցերին պատասխանել։ 5 տարի անց 2020 թվականի եռակողմ հայտարարությունից նոյեմբերի 9-ի այդ հայտարարությունից հետո շատ մարդիկ, որոնք հարազատներ էին կորցրել, ինչպես մեծ զրուցում էին պնդում, վրդոված դուրս էին եկել փողոց եւ սկսվել էր այդ զանգվածային անկարգությունները։ 5 տարի անց Քննչական կոմիտեի նախագահ Ազգային ժողովի ամբիոնում հայտարարեց, որ ձերբակալություններ են սպասվում եւ ճուշացան այդ ձերբակալությունները։ Խնդրում եմ մի փոքր պատմեք, թե այն անձը, որի պաշտպանությունը դուք իրականացնում եք, ինչից դրդված էր գնացել, հենց կառավարություն էր գնացել, թե Ազգային ժողով էր գնացել, ինչ հոգեվիճակում էր գտնվել եւ ինչ է նա պատմում, ինչ էր տեղ ունեցել այդտեղ եւ ի վերջո 5 տարի հետո մարդկանց գտնել, այսպես փորձել ձերբակալել, սա ինչ է նշանակում։ Սկսենք նրանից, թե ինչ է պատմում այն անձը, որի պաշտպանությունը դուք եք իրականացնում։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչ վերաբերվում է ձերբակալված անձին եւ առհասարակ տվյալ բարույթին եւ 5 տարի հետո անձանց անհիմն կյանքի միջնորդություններով, այսպես ասած, հնարավոր վախերն է շնչելուն, հա։ Նախ իմ պաշտպանյալը նշեմ, որ 44 օրյա պատերազմի ակտիվ մասնակից է եղել։ Քանի տարեկան է, եթե անձամբ։ Այդ ժամանակ եղել է 22 տարեկան։ Այո։ Մեկնել է ռազմաճակատ սեպտեմբերի 28-ին պատերազմի կամավոր է ինքը գնացել։ Կամավոր հիմքերով։ Վերադարձել է հոկտեմբերի 31-ին, քանի որ մեկ ամսից ավել գտնվել է ռազմաճակատում, արդեն սպառված է եղել օրգանիզմը, բազմաթիվ տրավմաներ է ստացել։ Իսկ կոնկրետ որ հատվածներում է եղել, ինչ է պատմում ինքը։ Հադրութում եւ Ջաբրայիլում, այսինքն ամենաթեժ կետերում է եղել։ Նաև ուղեղի ցնցում է ստացել մի քանի անգամ, արդեն իր օրգանիզմը, այսպես ասած, չի դիմացել, հոգնած է եղել, իրեն ուղարկել են տուն։ Եվ ըստ պայմանավորվածության 11-րդ օրը, հոկտեմբերի 31-ին եկել էր, նոյեմբերի 11-ին կրկին պետք է վերադառնար եւ համալրեր զինված ուժերի շարքերը մոբի կազմով։ Այո։ Դրանից հետո դե վերադարձել է տուն, որոշակի ժամանակ սպասել է մինչև օրը կգա եւ ասում նոյեմբերի 9-ի երեկոյան մինչ այդ ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, որոնց որ ոգեշնչում էին, որ այ հաղթում ենք, որևէ խնդիր չունենք մենք ռազմաճակատում, նոյեմբերի 9-ի երեկոյան արդեն գիշերը լույս 10-ի, երբ որ բոլորս տեղեկացանք, ինքն էլ նույնպես համացանցից տեղեկանում է այն հանգամանքի հետ կապված, որ ստորագրվել է եռակողմ համաձայնագիր եւ փաստացի պարտվող կողմ ենք հանդիսանում եւ Հայաստանի Արցախի Հանրապետության տարածքների մեծ մասը հանձնվել են թշնամուն եւ մնացած հանգամանքներ արդեն համաձայնագրում։ Ես օրինակ ցանկացած անձի հետ եմ զրուցում բնականաբար հասկանալու համար հոգեվիճակը, երբ հարց էի տալիս, ասում էի, պատճառը ո՞րն էր, էլի որ հայտնվել ես դու այդտեղ, ասում է իր խոսքերով ասում էր սիրտս տրաքում էր, ուզում էի գնայի, գտնեի Նիկոլ Փաշինյանին, ասեի մի արեք դա, մենք կարող ենք, մենք կհաղթենք, պետք չէ նման համաձայնագիր ստորագրել։ Իրականում նախ նշեմ զանգվածային անկարգությունների մասով, այ շատերս են արդեն տեղնակ, որ ունենք բազմաթիվ մեղադրյալներ համանման այդ նույն դեպքում շատերը դատարանում են, այո, ջրներ կան, բայց եթե ազնվություն ունենային եւ գտնվեին արդար իրավապահ մարմինները, այդ գործը չպիտի զանգվածային անկարգություններով ուղարկվեր դատարան։ Ինչու Տիկին Սարգսյան։ Օրինակ մարդիկ գնացել էին, կոտրում էին գույքը, թող Նիկոլ Փաշինյանին գտնեին, իրենց հարցերի պատասխանը ստանային, բայց Արադ Միրզոյանին են ծեծում, ուզում եմ մենք ավելի օբյեկտիվ գտնվենք եւ հարցը ճիշտ անք, սպանել հասցնել այն վիճակին Արադ Միրզոյանին ծեծել, ջարդել պետական գույքը, արդյոք սրանով մենք հարց կլուծեինք։ Մենք եթե կարողանայինք մեր էմոցիաները վերահսկել եւ չհայտնվել այդ վիճակում, գուցե, բայց երբ որ 44 օր պետական տարբեր ապարատների կողմից, բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից
հասարակությանը պատրաստում են մի բանի, որը իրականում գոյություն չունի, երբ մենք ունեինք բոլորից քաչ հայտնի մի այսպես չակերտավոր ասած հերոս, ով նույնիսկ իր սպայի ուսադիկներով էր երդվում եւ հայտնում, որ մենք նույնիսկ մի քանի 100 զոհ չունենք, երբ դու անդադար քո հասարակությանը ներշնչում ես այն գաղափարով, որ ռազմաճակատում որևէ խնդիր չկա, հաղթելու ենք, եւ դու նույնիսկ 44 օրվա ընթացքում այն տեղեկատվությունը, երբ որ ոչ պաշտոնական տարածում էր, որ խնդիրներ կան, որ զորքերի առաջխաղացում կա, ոչ միայն հերքվում էր, այլ նաեւ կեղծ ինֆորմացիա էր դաշտ ուղարկվում եւ հասարակությունը կարդում էր դա շատ բնական ազդակ է մարդու էմոցիոնալ իհարկե առավել եւս երբ որ մարդիկ իրենց ամենանվիրական այսպես ասած երևույթը հա կյանքն էին դրել այդ պատերազմին մարդիկ ես հիշում եմ այդ օրերին իրենց ամուսիններին եղբայրներին հայրերին ողջավորված բոլորը ուղարկում են ռազմաճակատ ու երբ որ դու այդքան բան կորցնելուց հետո հայտնվում ես մի իրավիճակում որ առաջին անգամ ես լսում այդ մասին եւ երբ որ անդադար քեզ համոզում են մեզ կոնկրետ համոզում են որ մենք ոչ մի խնդիր չունենք եւ մենք հաղթելու ենք եւ բոլոր ինֆորմացիաները որը որ ներկայացվում էր իրական տվյալների հետ կապված ստացվեց մի իրավիճակ երբ որ մարդիկ այդ հանկարծակի լինելով պայմանավորված եւ տեսեք կոնկրետ իմ պաշտպանների մասով մարդ ով 1 ամսից ավել անդադար գտնվել է ռազմաճակատում մարդ ով հոգեբանական ծանր վիճակի մեջ է գտնվել եւ շարունակաբար միևնույնը հույսը սրտում նա իմացել է որ մենք հաղթելու ենք հա ու ընդհանրապես մի քանի ժամվա ընթացքում ինչը հայտարարություն է տարածվում որ ամեն ինչ ավարտված է եւ մենք պարտված ենք Իսկ ձեր պաշտպանյալը չէր ասում օրինակ այն ինչ որ տենում էր Հադրութում Ջաբրայիլում ինքը ականատես էր այդ ամենին ի վերջո ակնհայտ էր որ իրականությունը եւ այն տեղեկատվությունը որ հանրությանը հրամցնում էին լրիվ հակասական բաներ էին ինքը դա չէր բացատրում որ դա ծանր պատերազմ է բոլորը հասկանում էին բայց եկեք անկեղծ լինենք մենք բոլորս տեղյակ ենք որ նոյեմբերի 9-ի պայմանագրի պարտության մեր հայաստանյան կողմի պատճառը եղել է դիվանագիտական ճակատում, որովհետև նույն Հադրութի որոշ շրջաններ նույնիսկ գրաված չեն եղել եւ նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո մեր զինված ուժերը կամավոր լքել են այդ տարածքները։ Ինչպես օրինակ տեղի ունեցավ Քարվաճառում, ինչպես մնացած բոլոր վայրերում։ Այո, դա պատերազմ էր, որը շատ նաև անհավասար պատերազմ էր, հաշվի առնելով թե ադրբեջանական կողմին որքան ուժեր էին օգնում, բայց երբ դու տեսնում ես, որ այն տարածքները, հա, որոնք որ մարդկային կյանքերի գնով են պահվել եւ հազարավոր, տասնյակ հազարավոր, դրանք ընդհանրապես մեկ ստորագրությամբ հանձնվում են, դա շատ նորմալ արձագանք էր դա։ Այլ կլիներ իրավիճակը, երբ որ մարդկանց պատրաստ էին դրան, հասարակությանը պատրաստ էին դրան։ Տեսեք, նույն նոյեմբերի 9-ի լույս տասի գիշերը, երբ որ Հանրապետության հրապարակում մարդիկ հավաքվել էին, հարյուրավոր տեսագրություններ կան, լրատվականներ, մեկ ոստիկան չկար այդ տարածքում եւ ոչ թե չկար նրա համար որ իրենք վատ էին կատարել իրենց աշխատանքը այլ դիտավորյալ ոստիկանության ուժեր չէին ուղարկվել այդտեղ շատ լավ հասկանում էին բոլորը որ լինելու է ընդվզում եւ այդ ընդվզման ժամանակ բոլորը իրենց էմոցիաները որևէ ձևով հա դուրս էին անելու այ հավաքի մասնակիցները այդ օրվա որ գտնվել են կառավարության շենքում եւ ազգային ժողովում նրանցից 70-ից 80%-ը ինքնաբուխ Հանրապետության հրապարակ գնացող անձիկ են եղել։ Գուցե այնտեղ եղել են որոշակի քանակի անձիկ, որոնք այլ նպատակներ են հետապնդել եւ դա նորմալ է։ Ցանկացած հասարակությունում, որովհետեւ դա անվերահսկելի բան է, առավել եւս նման ինքնաբուխ հավաքների ժամանակ, թե ինչ կատեգորիայի անձիկ կարող են հա մասնակից դառնալ, սակայն այդ մարդկանց մեծ մասը կորստի ցավից դրթված չկարողանալով իր էմոցիաները հա զսպել հայտնվել էր հրապարակում։ Ընդ որում ես նշեմ շատ շատերը երբ որ հանրապետությունում գիտեին իրավիճակը թե ինչ է կատարվում ռազմաճակատում, թե ինչ է նաև դիվանագիտական ճակատում կատարվում, նրանք արդեն իսկ նույն էմոցիոնալ ապրումներն ունեցան, բայց այլ ձևով դրսևորվեց, որովհետև պատրաստ էին լսելու այն, ինչը որ հայտարարվեց այդ գիշեր։ Ուստի սխալը հենց եղել է պետության կողմից 44 օր իրենք հասարակությանը պատրաստել են այլ բանի եւ մի քանի ժամվա ընթացքում ամբողջ իրավիճակը փոխվել է մարդկանց արձագանքը բնական է եղել զանգված էին անկարգություններ որ այ բոլորը նշում են հա պետական գույք հավնացվել ոչ ոք չի ասում որ տեղի ունեցածը լավ երևույթ է ոչ ոք չի գովերքում դա նույնիսկ այն անձիկ ովքեր մասնակցել են այդ ամենին իրենք էլ ընդունում են որ իրավիճակը այնպիսին էր եղել չպիտի անեին արել են բայց
Ընդունում է ձեր պաշտպանյալը, ասում Իմ պաշտպանյալը մեղավորությունը չի ընդունում, սակայն որոշակի պատճառներ կան։ Ես ինչպես նշեցի, ինքը տրավմաներ է ստացել եւ այդ տրավմաների ընթացքում նաեւ որոշակի դեղորայքեր են ընդունել, ունի որոշակի հիշողության խնդիրներ։ Հաշվի առնելով, որ ձերբակալման ժամանակահատվածը շատ կարճ է, ձերբակալվել էր դատարան ներկայացվելու նպատակով, գործի որպես այդպես բոլոր հանգամանքներին դետալ վերջինիս չի անդրադարձել եւ մենք ունենք հստակ դիրքորոշում նաեւ այս հանգամանքների հետ կապված, որ հետագայում ըստ անհրաժեշտության քննարկելով գործը ամբողջությամբ, եթե վերհիշի եւ իրականությունը կարողանա արտաբերել, բնականաբար կներկայացնենք մենք մեր դիրքորոշումը, բայց ես ոչ միայն այս գործով նույն 20 թվականի ձերբակալված անձանց գործով եմ պաշտպանել, այլ անձանց մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ ընդունել են, այո, ասել են ու կրկին շատ կա վճիռ Տիկին Սարգսյան։ Դեռևս ոչ, իմ վարություն գտնվող գործերով ես չունեմ եւ գիտեմ որ քանի անձի պաշտպանություն եք իրականացնում Տիկին Սարգսյան։ Այդ գործերով 4 անձի, 4 անձի, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ին զանգվածային անկարգություններին գնացել էին Հանրապետության հրապարակ, զանգվածային դեռ վճիռ չունենք։ Վճիռ չունենք այդ գործերով։ Յուրաքանչյուր ինչ որ մի պատմություն ուներ, հարազատ էր կորցրել կամ հայրենիքի կորստի ցավներ։ Ես օրինակ մի երիտասարդ տղայի պաշտպանում այդ ընթացքում, վերջինս եւ կառավարական տանն էր գտնվել եւ ազգային ժողովում։ Բոլոր դեպքերում այդ օրերին ինքը հանգստացրել էր անձանց, բոլորին հանգստացրել էր եւ երևում էր դա տեսանկարը հանող սարքերով, երբ որ ասել էին, հետո հիշում եք այդ օրերին համացանցում նյութ տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է լքել Հայաստանի Հանրապետությունը, ժողովրդի մի մասը գնաց Զվարթնոց օդանավական, ինքն էլ այդ անձանց հետ երբ գնացել էր, Զվարթնոց օդանավականում որոշակի հատված կար, որը ապակիներով փակված էր, ապակիները կոտրել ներս էին մտել, որպեսզի կանգնեցնեին այդ օդանավը, հասկանում եք, այդ մարդկանց գործողությունները նաև մամուլում տարածվող տեղեկություններ էին, որոնք որ իրականում չբացահայտվեցին, թե ում կողմից էին դրանք տարածվում, բայց հասարակությանը ուղղորդող նշանակությունն էին եւ դա չի կարելի բացառել, որ հենց իշխանության ներկայացուցիչների կողմից էին իրականացվում։ Երկրում քաոսային իրավիճակ ըստեյության ներկայացնել։ Այո, ես նաև մի բան էլ կուզեմ նշել, տեսեք մենք կոնկրետ երեկվա ձերբակալությունների մասով մեծ մասը, ով որ երբևէ առնչություն ունեցել պատերազմական իրավիճակում գտնվող անձանց հետ, կարող են փաստել, որ լրջագույն նյարդային եւ հոգեբանական խնդիրներ ունեին այդ օրերին բոլորը։ Ես ձեզ վստահաբար հայտարարում եմ դա, իսկ ժամկետային զինծառայողների մասով մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ որ հոգեկան խանգարում էին նույնիսկ տղաները ստացել։ Բարեբախտաբար տարիների ընթացքում նրանց վիճակը կարգավորվեց, սակայն միևնույն է, մինչև այսօր էլ որոշակի հետևանքներ կա նրանց մեջ, բայց այն անձիկ, ովքեր այդ պատերազմի բովով անցել էին, նրանց համար շատ ավելի դժվար էր այդ ամենը լսել, որը լսեցին հանկարծակի, հա, տարբեր են իրավիճակները եղել, բայց ում հետ հասցրել եմ առնչվել, բոլորը բարձրագույն կրթությունով, իրենք որոշակի sense էմոցիոնալ կապով հայրենիքի հետ կապված երիտասարդներ են եղել։ Այնպես չէ, որ պատահական այդ օրը հայտնվել են այդտեղ, որոշակի մտքեր են։ Ձեր պաշտպանյալը որտեղ էր մտել այդ օրը։ Ինչ որն է եղել եւ ազգային ժողովի շենքում եւ կառավարական տանը։ Սկզբում երբ որ տեսագրություններն էլ կան, արդեն փորձում են մուտք գործել կառավարական տուն, որոշակի դռներ են թակում, այդ դռները փակված են լինում, հետո սկսում է հրել, այնուհետեւ ավելի ուժգին հարվածներ հասցնել, երբ որ քննարկում ենք միասին, ասում եմ, այս գործողությունները ոնց կմտա, վերջ դե ասում եմ, որ գնացել է այնտեղ, ենթադրում եմ, որ գնացել է մարդ գտնեի, որ զրուցեի հետը, որ չանեն դա։ Հասկանում եք, բոլորը այնտեղ գնացել են, եթե մենք վերցնենք ընդհանրության մեջ, բոլորը այնտեղ գնացել էին Փաշինյանի հետ հանդիպելու, նրանից պարզաբանում պահանջելու, գուցե մի մյուս մասն էլ, հա, չգիտեմ, այսպես ասած, որոշակի հարցեր իր հետ պարզելու, բայց խնդիրը որն է, կառավարության ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը եւ բոլորի ընկալումը, որ այդ օրվա ելույթը տեղի ունեցել կառավարության շենքից եւ ես հիշում եմ այդ օրը շատ լավ, որ նաեւ էլի տեղեկություններ էին տարածվում, որ կառավարության շենքում են գտնվում կառավարության անդամները այդտեղից եւ բոլորը արդեն ինքնաբերաբար հայտնվեցին այդ հատվածում։ Հասկանում եք, նրանց խնդիրը ըստ էության ոչ թե այդ պահին, չգիտեմ, իշխանապահություն աներն, հասարակական կարգը խախտելն էր, այլ այդ էմոցիոնալ բռնկումը, որ տեղի էր ունեցել, որևէ ձևով փորձում էին կանխել այդ ամեն ինչը, չգիտակցելով, որ դա այլևս կանխել հնարավոր չէր։
Տիկին Սարգսյան ինքը փոշմանել է այս 5 տարի անց նախաքննական մարմինը նույնականացնում է եւ գտնում է իրեն, որ ավելի քան վստահ եմ հարց տվել է, այնինչ արել է, փոշմանել է։ Տեսեք, նախ նշեմ նախաքննական մարմնի մասով, այդ տվյալները, անձանց վերաբերյալ նույնականացված տվյալները, որ դեռ շատ վաղ ժամանակահատվածից են ունեցել իրենք։ Այո։ Ինչու 5 տարի անց նոր Ազգային ժողովում դրթեցին падգամավորները հարց ուղեցին կոմիտեի նախագահին, որոշեց նաև ցույց տալ, որ աշխատանք է իրականացնում, թե ես առավել քան նախընտրական վիճակ ունենք։ Ես առավել քան վստահ եմ, որ սա այլ նպատակ է հետապնդում, քան իրավական գործընթացն է, ասեմ ինչու։ Իհարկե պաշտոնական վարկածը մենք դատարաններում քննչական մարմնի կողմից լսում ենք, որ նա որ գերծանրաբեռնված է համակարգը, դուք տեղյակ եք 5 տարի։ Նույնականացումները, որ իրականացվում են, դրանք շատ բարդ process են գտնել այդ հարյուրավոր տեսագրությունների մեջից անձանց նրանց գործողությունները հստակեցնել, արձանագրել, սրանով է պայմանավորված եղել, նույնիսկ եթե վերցնենք այդ կտրվածքով, ձերբակալման եւ կալանքի միջնորդությունների անհրաժեշտություն բացարձակապես չկար 5 տարի անց այս գործով, առավել եւս այն պարագայում, երբ որ երկրում բազմաթիվ այլ իրավիճակներ են եղել, հա, հունիսի օրինակ 12-ի բաղրամյանի դեպքերը, այդ անձիկ նույնիսկ մասնակցություն չեն ունեցել այդ դեպքերին, այսինքն նրանց վարկագիծը այնպեսին չի եղել, որ պատճառ է հանդիսացել նրանց ձերբակալելու եւ կալանքի միջնորդություններ կազմելու։ Ակնհայտորեն այս միջնորդությունները, որոնք ներկայացվել են դատարան, որոշակի ցուցադրականություն ապահովելու, չեմ կարող ասել, այլ քննչական կոմիտեի նախագահի կողմից իր հավատարմությունը ապացուցելու, թե հասարակության անդամների մոտ վախի զգացումը արթնացնելու պայմանավորված, դա չեմ կարող ասել, բայց այն, որ իրավական, մաքուր իրավական գործընթացի հետ որևէ առնչություն չունի, վստահաբար դա հայտարարում է։ Ձեր պաշտպանյալը ձերբակալված էր, ինչ հիմա ներկայային ինչ խափանման միջոց ունենք։ Կալանքի միջնորդություն էին ներկայացրել դատարան, նշեմ, որ իմ ունեցած տեղեկություններով դատարանները բոլորի միջնորդություններն էլ մերժել են, բարեբախտաբար եղել են մարդիկ, որոնց նկատմամբ գրավ է կիրառվել, եղել են այլ խափանման միջոցներ, եղել են վարչական հսկողություններ։ Մենք պաշտոնապես կդիմենք քննչական կոմիտե հասկանալու համար, թե վերջո ինչ եղավ այդ 9 ձերբակալությունների ճակատագիրը ձեր մասով։ Մեր մասով վարչական հսկողություն են տրված տղայի նկատմամբ, արգելված է վարիթով այլ անձանց հետ հաղորդակցվել է, այն պարագայում, երբ նույնիսկ մենք նման խնդիր չունենք, որտեղ որևէ անձի իրականում չի էլ ճանաչում իմ պաշտպանյալը, եւ ես վստահ եմ մնացածի մասով էլ նույն կարգավիճակն է եղել։ Մեկը մյուսին չեն էլ ճանաչել, որ հայտնվել են այդ իրավիճակում։ Իմ պաշտպանյալի մասով կարող եմ ասել, օրինակ դատարանում ճիշտ է, մենք ցուցմունք չենք տվել, երբ որ դատավորը հարց ուղեց նրան, այ ասած ով էր դատավորը Տիկին Սարգսյան։ Մեր դատավորը եղել է Յուզբաշյան Սամվելը, Շենգավիթ վարչապետարանի դատավորներից է։ Հարց տվեց, ասաց, այ ես տեսագրությունները դիտել եմ եւ ըստ ինձ այնտեղ կատարվող որոշակի գործողություններ կան, մի դրվագով ենթադրաբար իմ պաշտպանյալը նման անձ է, միկրոֆոնը զայրացած նետում է կառավարական նիստերի դահլիճում, մեկ այլ կողմ, ինչու ես դա արել, դու գտնում ես, որ դա ճիշտ քայլ է, չէ՞ որ դա մեր հարկերից է, դու ինքդ էլ աշխատում հարկես վիճակում, ասես շատ են փոշմաններ, ես գտնում եմ, որ դա շատ սխալ բան էր։ Ուղղակի սիրտս ինձ էր ցավում, չգիտեի ինչ անել։ Եվ գիտեք, այնքան անկեղծ են այդ երիտասարդները, որոնք խոսում են դատարաններում, ու հենց այս ամեն հանգամանքները հաշվի են առնվում նրանց նկատմամբ այդ խափանման միջոցներն ընտրելիս եւ այդ ամենախիստ խափանման միջոցները մերժելիս։ Ես կարծում եմ, որ արդարացի որոշումներ են կազմվել, իրականում գտնում եմ, որ առհասարակ հիմքեր չկար, պետք է այդ միջնորդությունները ամբողջությամբ մերժվեին եւ վարչական հսկողություններ նույնիսկ չընտրվեին, մենք իհարկե կբողոքարկենք այն դատական ակտը, այնուամենայնիվ այն հանգամանքը, որ նույնիսկ անձանց ձերբակալեցին եւ 12 ժամից ավել անձիկ գտնվեցին ձերբակալված վիճակում։ Տանից էին տարեբոլորի, ինչպես է գործընթացը։ Մյուսների մասով չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ բնականաբար, իմ պաշտպանյալի մասով կարող եմ ասել, առավոտյան ժամը 7-ից 8 տնկած ժամանակահատվածում էին ներկայացել ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հետո արդեն ձերբակալել բերման են ենթարկել քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժան։ Իսկ բուհից էին հենց իրեն Տիկին Սարգսյանը գտնվել։ Առավոտյան արթնացել էր, այդ օրը իր ավարտական աշխատանքի պաշտպանության օրն էր եւ
ասել էր, տեղեկացրել էր, էլի, որ գնալու են պաշտպանության, ասել էին ոչինչ չեն կարող անել, հետագայում եթե անհրաժեշտ լինի, փաստաթղթեր կներկայացնենք ձեզ, բայց այն հոգեբանական գիտեք, տանջանքները, որ ինքը կրում էր, իմ կողքին նստած այդ ընթացքում, դա ամեն ինչ էր։ Եթե նույնիսկ կան նման երևույթները նոր են հայտնաբերել, ես խնդիր չեմ տեսնում, նույնիսկ որպես իրավաբան, հիմքեր է տեսնում վարույթն իրականացնող մարմինը, պետք չէ անձանց նման ստրեսի ենթարկել։ Շատ հանգիստ ընդամենը որպես վկա նրանց կարող էին կանչել, հետագայում որպես մեղադրյալ իրենց դատավարական կարգավիճակ տային։ Այսինքն այս ամեն ինչը ինչ որ իրականացում է, դա իրականացում է ցուցադրականություն ապահովելու, հնչեղություն ապահովելու համար, որը եւ իր հետևանքներն է ունենում մարդկանց իրավունքներին։ Տեսեք, մենք խոսեցինք նաեւ Արարատ Միրզոյանի մասին, երբ որ շարքային քաղաքացիները գուցե այդ ամենը չգիտակցեն, բայց բարձրագույն պաշտոնատար անձիկ եւ հատկապես իրավապահ մարմինների ղեկավարները միանշանակ գիտակցել են, որ եւ ամբողջ քպական հանրույթն է դա գիտակցել, ինչու Արարատ Միրզոյանից բացի որևէ այլ անձ չհայտնվեց այդ տարածքում։ Իսկ Արարատ Միրզոյանի այդ տարածքում հայտնվելու, թե ինչպես է հայտնվել, դրա մասին ինքը պիտի խոսի։ Մամուլում բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանն է նրան ուղարկել այնտեղ, որտեղ գտնվում էր այդ անկառավարելի էմոցիոնալ։ Ինքը տեսնում էր բազմությունն ինչ էր անում, չէր պատկերացնում, որ իր հետ ինչպես կվարվի։ Միանշանակ շատ թե զոհ էր պետք։ Այսպիսի հարցեր կան, որ դեռ չունենք որևէ պատասխան այս մասով։ Միանշանակ եւ ես գտնում եմ, որ իրենք էլ պետք է, այդ նույն Արարատ Միրզոյանը պետք է պատասխանատվություն դրսևորել նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր որ այսօր գտնվում են մեղադրյալի աթոռներին, ուղիղ հեռարձակմամբ հանրապետության հրապարակում, այսինքն սկզբում գործընթացը սկսվել էր կառավարական տանը, ոչ թե ազգային ժողովի։ Արարատ Միրզոյանի միջադեպը տեղի ունեցել արդեն ազգային ժողովի տարածքում։ Երբ որ տեսնում են այդ ամենը, պետք չէ մարդկանց գնալ հրահրել, սադրել ու այդ էմոցիոնալ բռնկումը իրենք արդեն Արարատ Միրզոյանի միջադեպով ավարտեին։ Ես կարծում եմ, որ այստեղ կոնկրետ տեղի ունեցել սադրանք եւ չեմ գտնում, որ Արարատ Միրզոյանը չի ունեցել այնքան իրավագիտակցություն, որ չի գիտակցել այդտեղ պետք չէ հայտնվել։ Ես գտնում եմ, որ դա իր կամքն է եղել գնալ այդտեղ, իսկ այն ինչ տեղի էր ունենում այդ պահին, բնականաբար նման ավարտ էր ունենալու ցանկացած, առավել եւս երբ որ Արարատ Միրզոյանը հասարակության բոլոր շերտերին հայտնի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ էր, այնպես չէր, որ նրան չէին ճանաչի, որտեղ շատերին չէր ճանաչում, նույնիսկ ազգային ժողովի падգամավորներ, իսկ Արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրապետությունում հայտնի քաղաքական գործիչ էր եւ նրան ճանաչում էր։ Միևնույն է Տիկին Սարգսյան, փաստը մեկ բան անթույլատրելի էր մարդուն ծեծել, բայց հաշվի առնելով խապված հասարակության մեջ ամեն ինչ սպասելի էր այդ օրը։ Եվ գնալ այդ սադրանքին, գնալ տետարտետ հանդիպման պետք է ունենալ իր հետևանքները, բայց միևնույն է յուրաքանչյուր չպետք է այսպես պաշտպանողական մոտեցում ցուցաբերենք այն անձանց նկատմամբ, ովքեր Արարատ Միրզոյանին այդ օրը հասցրեցին։ Ես որևէ պաշտպանողական արտահայտություններ չեմ անում, նույնիսկ ես ինքս չեմ ընդունում, շատ վատ եմ գնահատում։ Այդ օրը իրականում ես անկեղծ ասեմ, ստեղծված իրավիճակով շատ էի անհանգստացել, բայց հասկանում եք այն մարդիկ, ովքեր որ շատ են առնչվում, այդ թվում եւ հոգեբանները եւ իրավաբանները, հա մարդկային հավասարակշռվածության, էմոցիոնալ անկայունության հետ, մենք բոլորը շատ լավ գիտակցում ենք, որ անձը ինչ հոգեվիճակում է գտնվել, երբ որ նման գործողությունների է դիմել, իսկ այդտեղ հավաքված անձանցից շատերը իրականում եւ էմոցիոնալ եւ իրապես բազմաթիվ թերերով կապված են Հայաստանի Հանրապետության հետ։ Ինչի համար, եթե օրինակ իրենք պատասխանեն այդ հարցերին, ինչի համար 44 օր հասարակությանը այլ բանի պատրաստեցին, հանկարծակի առաջացած, դա կոնկրետ աֆեկտիվ վիճակ էր բոլորի մոտ, բոլորի չասեմ, բայց մեծ մասի մոտ, ինչի համար այդպես վարվեցին մարդկանց հետ, նախ այդ հարցերի պատասխաններ իրենք պիտի տան։ Վերջերս դատարանը վերդիկտ կայացրեց կապված, ինչպես նաև վերդիկտ կայացրեց վճիռ կայացրեց, եթե չեմ սխալվում, բայց ավելի շատ ոնց որ վերդիկտ կայացրեց Արարատ Միրզոյանի ծեծի փորձով գործով երիտասարդներից մեկի մասով եւ ինքը երիտասարդը, որը իր երեխաների հետ կապված որոշակի առողջական խնդիրների մասով չցանկացավ, որ մենք տեսանկար անենք, պնդում էր, որ իր կնոջ եղբայրը պատերազմին շատ լուսավոր մի տղա են իրենք կորցրել եւ ինքը փորձել է գնալ այնտեղ հարցերի պատասխան ստանալ։ Ծեծի փորձ չի եղել ծեծ, այլ փորձ պարզապես։ Եվ ինքը այդ ցավը, երբ որ ես տեսնում եմ, թե դատանում ինչպես էր լացում եւ այն տղայի համար որ պատերազմին են կորցրել, դա թերևս այն մարդիկ կապրեն եւ այն մարդիկ կզգան, որոնք
բախվել են այդ իրականության հետ, որ տեսել են թե ինչպես է ընտանիքը կորուստ ունեցել եւ ինչ բախման մեջ է եղել։ Տիկին Սարգսյան, մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը, փաստացի ձեր մի պաշտպանյաններից մասով արդեն ունեք վարչական վերահսկողությանը, իսկ մյուսների գործը արդեն դատարանում է, տեսնենք թե դատան ինչ վճիռ կկասնի, ձեզ հետ մշտապես կապը կպաշտպանենք եւ կհետևենք իրադարձությունների զարգացմանը։ Շնորհակալ եմ, որ մեր հրավերը չէիք մերժել։